Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք իրավաբանների հայկական ասոցիացիայի փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն Փաստաբանների պալատի կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցելու համար։ Կասեք, որ տաղավարով եք ներկայանում եւ ձեր տաղավարով հետաքրքրված այցելուների համար ինչ հետաքրքիր նախաձեռնություններ եք այսօր պատրաստել։ Նախ շնորհակալություն ենք հայտնում Փաստաբանների պալատին այս գեղեցիկ եւ կարեւոր միջոցառման համար համախմբվելով մեկ հարկիտակ փաստաբանական գրասենյակներին եւ նաեւ մասնագիտացված կազմակերպություններին։ Մենք ներկայացված ենք էքսպոյի շրջանակներում 16 տաղավարում եւ ծառայությունները ներկայացվում են ըստ բազմազանության, ծառայություններ, որոնք մատուցվում են քաղաքացիներին, բիզնես կազմակերպություններին, կան նաեւ հատուկ ծառայություններ, բիզնես կազմակերպությունների շրջանակներում ներկայացվում են կորպորատիվ, հարկային, մաքսային ոլորտում մատուցվող ծառայությունների շրջանակը, սնանկության հարցերի վերաբերյալ տրամադրվող աջակցության տեսակները, քաղաքացիների մասով կրկին անգամ բավականին բազմազան են, քրեական, ընտանեկան, ժառանգություն, սեփականություն, սնանկություն, այսպես կարելի է ասել բավականին բազմազան են ասոցիացիայի կողմից մատուցվող ծառայությունները, բացի այդ նաև հատուկ ծառայություններ են մատուցվում կազմակերպության կողմից, դրանք ներկայացնում են իրենից տարբեր հարցերի վերաբերյալ ամիկուս կուրիաների տրամադրում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում օրենքի այս կամ այն դրույթի վերաբերյալ, երբ տրամադրվում է մասնագիտական կառույց այն կազմակերպություններին, այն անձանց, ովքեր որոշում են կայացնում կամ գտնվում են այդ գործընթացի շրջանակներում, եւ բացի այդ նաև տրամադրվում են ուրեմն համապատասխան խորհրդատվություն նաև զինվորական իրավահարաբերությունների վերաբերյալ ու նաև շատ կարևոր կուզենամ առանձնացնել ասոցիացիայի կողմից կազմակերպվող ոչ ֆորմալ կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, երբ որ մասնագիտական դասընթացներ եւ ուսուցումներ են կազմակերպվում երիտասարդ իրավաբանների, իրավաբանական բուհերի ուսանողների համար, ինչու ոչ նաև ոչ իրավաբանների համար տարբեր մասնագիտացված թեմաներում։ Բայց նաև էքսպոյի շրջանակներում առանձնացված է մեր կողմից մատուցվող ծառայությունը իրավաբաններ լրատվական կայքով։ Լրատվական կայքը ստեղծվել է կազմակերպության կողմից 2012 թվականից, այն տարբեր ծառայություններ է մատուցում, բացի իր հիմնական նպատակից, որն է իրավունքի ոլորտում անաչառ եւ արդար լրատվության մատուցումը, նաեւ ինչ որ առումով իրավական կրթության տրամադրումը հասարակության տարբեր շերտերի, նաեւ համագործակցում ենք մի շարք իրավաբանական ընկերությունների շրջանակներում, դատական նիստերի լուսաբանումներ, հարցազրույցներ, կոնկրետ հարցերի վերաբերյալ, այսպես իրավունքի տեսանկյունից նաեւ քննարկումների կազմակերպում, սա եւս այն ծառայություններ, որ այս էքսպոյի շրջանակներում ասոցիացիան ներկայացնում է։ Ասոցիացիան որքան տարիների պատմություն ունի, կխոսեք մի փոքր կայացման եւ զարգացման մասին։ Մենք 95 թվականից ենք գործում Հայաստանում, ի սկզբանե այն ոնց որ ստեղծվել է երիտասարդ իրավաբանների կողմից եւ տարիների ընթացքում արդեն դարձել լուրջ մասնագիտական կազմակերպություն, որը իրավական եւ փորձագիտական մակարդակով աջակցություն է տրամադրում իր շահառուներին, նաեւ օգնում է օրինագծերի մշակման հարցում, տրամադրում է նաեւ անվճար խորհրդատվություն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, անհրաժեշտության դեպքում նաեւ մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմումներ ներկայացում քաղաքացիների անունից, այսպես միշտ փորձել ենք լինել այս ոլորտում օգտակար եւ փորձել ենք նաեւ ըստ անհրաժեշտության հասանելի լինենք բոլոր այն քաղաքացիներին եւ նաեւ իրավաբանական անձանց, ում կարող ենք օգտակար լինել իրենց գործունեության ընթացքում։ Ինչ խնդիրներով եք մեծամասամբ աջակցում հանրությանը եւ արդյոք կարող են ակնկալել քաղաքացիները նաեւ անվճար իրավաբանական խորհրդատվություն ձեզանից։ Ինչպես նշեցի, մենք նախ կնշեմ, որ երկար տարիներ մենք բացառապես անվճար խորհրդատվություն ենք տրամադրել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց, ներկայում նաեւ շարունակում ենք այդ ավանդույթը կորպորատիվ պատասխանատվության սկզբունքների եւ դրա շրջանակներում, որպես այդպեսին մենք տրամադրում ենք անվճար խորհրդատվություն տարբեր եղանակներով եւ անցանց եւ առցանց եւ հեռախոսի միջոցով եւ ինչպես նշեցի նաեւ ոլորտներն են բավականին բազմազան, ասոցիացիան կարողանում է այդ բոլոր նաեւ ոլորտներում տրամադրել որակյալ իրավաբանական խորհրդատվություն եւ ծառայություններ։ Օրինակ նաեւ կարող եմ առանձնացնել ոչ իհարկե ֆիզիկական անձանց, այլ իրավաբանական անձանց due diligence-ը
իրավական համապատասխանության եւ ստուգման ծառայությունները, երբ ԱԻՑՊ կազմակերպության փաստաբանական իրավաբանական թիմը կարող է ուսումնասիրել կոնկրետ իրավաբանական անձի այդ ներքին ուրեմն փաստաթղթաշրջանառությունը, գործունեության շրջանակը եւ համապատասխան նաեւ ներկայացնել, այսպես ասած, իրավական գնահատական ինչ խնդիրներ եւ ինչ ռիսկեր կան եւ որոնք կարող են ինչ գործիքներով է հնարավոր դրանք նվազեցնել։ Ինչ տպավորություն ունեք փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսից։ Հասցրել եք շրջել գործընկերների տաղավարներով։ Նախ եւ առաջ որպես փաստաբան ինձ շատ հաճելի էր գտնվել այս միջավայրում, փաստաբանական համայնքում, նաեւ իհարկե առավոտյան ունեցել եմ հնարավորություն շրջել տարբեր տաղավարներով եւ ծանոթանալ գործընկերների կողմից մատուցվող ծառայություններից, բավականին դրական է մեր տպավորությունը, իմ եւ մեր թիմի տպավորությունները եւ այս տեսանկյունից նաեւ շատ հաճելի հնարավորություն է շփվել մասնագիտական համայնքի մեր գործընկերների հետ ու նաեւ ծանոթանալ արտասահմանյան երկրներից եկած մեր հյուրերի հետ, ունենալ որոշակի քննարկումներ տարբեր իրավական հարցերի շուրջ։ Հասցրել եք նաև ձեր տաղավարում ընդունել քաղաքացիների, այցելուների, որքանով է էքսպոն արդյունավետ նաև նրանց համար։ Հասցրել ենք անշուշտ, տրամադրել ենք խորհրդատվություն, բացի այդ նաև մենք ունենք առանձնացված ժամ էքսպոյի շրջանակներում, երբ կազմակերպության իրավաբանները տրամադրելու են անվճար խորհրդատվություն քաղաքացիներին, մենք բոլորին սպասում ենք։ Շնորհակալություն ձեզ, մաղթում եմ հետաքրքիր օրեր այսօր եւ վաղը փաստաբանական գրասենյակների էքսպոյի շրջանակներում։ Ձեզ եւս շնորհակալ ենք։